Շնորհակալություն Նարեկ Կիրակոսյան Factor TV. Պարոն Կարապետյան, դուք հավակնում եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին, հիմա խոսում եք անվտանգային խնդիրների մասին, սոցիալական, տնտեսական, այդ ոլորտներում առաջարկում եք ձեր տեսլականը, թե ինչպես պետք է զարգացնել։ Դուք, պարոն Կարապետյան, բայց նախկինում այս ու շատ այլ Հայաստանի համար կենսական նշանակության հարցերի խնդիրների վերաբերյալ դիրքորոշում չեք հայտնել։ Մասնավորապես, երբ Հայաստանի Հանրապետությունը 400 միլիոն ամերիկյան դոլար տվեց Ռուսաստանի Դաշնությանը զենք ստանալու համար, մի ծանր վիճակում 2021 թվականն էր, 21-22 թվականը 44-օրյա պատերազմից հետո դուք դիրքորոշում չհայտնեցիք, թե ինչու Ռուսաստանը գումարը վերցրեց եւ զենքը չտվեց։ Պարոն Կարապետյան, դուք դիրքորոշում չհայտնեցիք այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, օկուպացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքները եւ Երևանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ը չարձագանքեց ՀԱՊԿ կանոնադրության համաձայն։ Պարոն Կարապետյան, դուք տարիներ շարունակ ապրելով եւ գործունեություն ծավալելով Ռուսաստանի Դաշնությունում երբևէ չեք արձագանքել, դիրքորոշում չեք հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ իդեպ պատրաստվում եք խորացնել հարաբերությունները, տարիներ շարունակ Ադրբեջանին վաճառել է հարձակողական զենքեր, որոնցով սպանվել են հայեր։ Ինչու եք լռել, պարոն Կարապետյան, այս թեմաների վերաբերյալ, ինչու գնահատական չեք հայտնել, որն է եղել կաշկանդվածության պատճառը։ Նարեկ, դու մոռացար գլխավոր հարցը տալ, ինչը խոստացար չմոռանաս։ Ես քանի որ Տիկին Ղարամանյանը նշել է, որ ունենալու եմ եւս հարց իրավունք, դա նախատեսել եմ։ Նայ, Նարեկ, ես վստահ հայտարարում եմ, չկա աշխարհում հայ, որ ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, չկա աշխարհում հայ, ես նկատի ունեմ ոչ պաշտոնական անձանց, որտեղ Փաշինյանը շատ բան արել, ինձ թվում է, որ ձեր ասած օրերին ավելի շատ նպաստել է, որ Ղարաբաղում պատերազմը կանգնի, դուք ճիշտ կլինի, ես չեմ կարող, ամենածանր հարցն է ինձ համար, քանի որ ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցը ուղղեք թե Փաշինյանին, թե վերջին տարիների Հայաստանի պաշտպանության նախարարներին, նույն 44-օրյա պատերազմի պաշտպանության նախարարին, թե Արցախի հենց հետ վերադարձրինք իշխանություններին եւ դուք բոլոր ձեր հարցերի պատասխանը կստանաք իրենցից, քանի որ ես չեմ կարող այդ հարցին բացված պատասխան տալ։ Դրա պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ ինձ հայտարարել է միջազգային հետախուզում։ Միջազգային հետախուզում չեն հայտարարում մարդկանց, ովքեր ոչինչ չեն արել այդ օրերին։ Նա միջազգային հետախուզում չհայտարարեց ոչ Փաշինյանին, ոչ իր խմբակի գոնե մեկ անդամի։ Դրա համար դիմեք իրենց, կստանաք պատասխան, եթե չի բավարարի, նորից կարծնեք։ Քանի որ արդեն հավաքվել ենք, պարոն Կարապետյան, գուցե դուք ասեք, ինչ էիք անում այն ժամանակին, ինչպես էիք ձեր կապերը օգտագործում, որ հայերին սպանելու համար Ռուսաստանը զենքեր չվաճառի, կամ Ռուսաստանին ում հետ եք խոսել, որ 400 միլիոն դոլարը վերցրեցին, զենք չտվեցին։ Դուք ասում եք գնացեք հարցրեք Փաշինյանին, բայց ես ձեր դիրքորոշում, դուք օքեյ եք դրա հետ, որ փողը վերցրե, զենքը չեն տալի։ Ես օքեյ չեմ, որ Հայաստանը ղեկավարում է թույլ իշխանությունը։ Ես օքեյ չեմ, որ Հայաստանի իշխանությունը նույնիսկ զենք գնելու ձևը չգիտի։
Զենք երբ որ գնում ես, զենքը ստանում ես։ Հիմա դուք ինչ եք ուզում, իրեն ձախողումներին ես բացատրություն տամ։ Կարամ տամ, եթե շատ եք ուզում, բայց դա կլինի ոչ կոռեկտ։ Ես չեմ ուզում անցնեմ այդ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։